Պատրաստում ենք կուլիչներ ChatGPT-ի հետ։ Ըստ GPT-ի պետք է 250 մլ կաթը դարձնենք մեր մարմնի ջերմաստիճանի, այսինքն 36-37 պետք է լինի։ Կաթը արդեն տաքացել է, պետք է վրան ավելացնենք 1 ճաշի գթալ շաքարավազ, 2 թեյի գթալ դրոշ եւ 3 ճաշի գտալ էլ ալյուր։ Ծածկում ենք կափարիչով ու դնում ենք ինչ-որ մի տաք տեղ, որպեսզի հասունանա։ Իսկ այդ ընթացքում մենք հարում ենք 3 ձուն եւ 2 դեղնուցը։ Ավելացնում ենք 200 գրամ շաքարավազը, ավելացնում ենք 100 գրամ հալածրած կարագը եւ 100 գրամ սմետանը։ Ու էլի հարում ենք։ Քանի որ արդեն դրոժը հասունացել է, այս ամբողջ զանգվածը լցնում ենք այստեղ։ Ու արդեն ոչ թե միքսերով, այլ գենչիկով հարում ենք։ Ու վերջում սկսում ենք կամած ավելացնել արդեն ալյուրը։ GPT-ը ասում է, որ ալյուրի հետ նաեւ պետք է ավելացնել կես թեյի գթալ աղ։ Խնդրում եմ ստացվի էլի, շատ եմ խնդրում։ Խմորի նկարը ուղարկեցի GPT-կին, ասեց դիր թող մի քիչ հանգստանա, դու էլ գնա հանգստանալու։ Հիմա 2 ժամ դնում եմ, որպեսզի էլի հասունանա խմորը։ 2 ժամ անց խմորը լավ բարձացել է ու ունի այս տեսքը։ Ու հիմա, քանի որ ես էլ այդքան էներգիա չունեմ սպասելու, ուղղակի կդնեմ իրան ֆորմաների մեջ ու կթխեմ։ Չամիչը պետքա թաթախել ալյուրի մեջ, նոր լցնել ամենավերջում խմորի վրա։ Եվ այս շեդևրիկները տեղափոխում են ջեռոց 30-ից 40 րոպե, մինչև թխվի։ Գիշերվա ժամը 12-ն է ու շեդևրիկները նոր պատրաստ են։ Լուրջ եմ ասում, այսքան ուրախ չեմ եղել դաժե համալսարանս ընդունվելուց, ինչքան որ այս պուլիչները ստացվելուց հետո։ Ու վերջնական տեսքը։ Իսկ հիմա ամենասպասված պահը, փորձարկում ենք GPT-կյան կուլիչները։ Լուրջ եմ ասում, այս ինչ համով է։ Աստվածային է։ Ճիշտ է, երկրորդ անգամ չեմ սարքի, որովհետև ճիշտ է առնելն է, բայց անմահական էր։